Բնական աղետներ տեղի ունեցան մի քանի մայրցամաքներում, Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ամերիկայում, ընդամենը մի քանի օրվա ընթացքում տարերքը ավերեց միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Այս ողբերգական իրադարձությունների մասին ավելին կարող եք իմանալ այս թողարկման մեջ, ավելի ուշ։ ԱՄՆ Նոյեմբերի 29-ին, երբ ամերիկացիների մեծ մասը վերադառնում էր շնորհակալության տոնից, հզոր ձմեռային փոթորիկը հարվածեց Միացյալ Նահանգների կենտրոնական մասին։ Մեքսիկական ծոցից մինչև Կանադա հսկայական անպամատություն էր ձգվում։ Ավելի քան 25 միլիոն մարդ ստացավ եղանակային նախազգուշացումներ։ Միջին արևմուտքում առատ ջուն էր տեղացել, մինչդեռ հարավում ամպրոպներ էին։ Այովա նահանգի Դեմոյն քաղաքում մեկ օրում մոտ 21 սանտիմետր ջուն է տեղացել, ինչը նոյեմբերի համար ռեկորդային ցուցանիշ է։ Օդանավակայանում տեղի է ունեցել միջադեպ։ Delta Airlines-ի ինքնաթիռը սառցակալման պատճառով շրջադարձի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց։ Օդանավակայանը փակվել է մի քանի ժամով, եւ ուղևորները ստիպված են եղել այդ ընթացքում մնալ սրահում։ Ինդիանա նահանգում 45 մեքենա գրեթե միաժամանակ բախվել է I-70 մայրուղու վրա, ամբողջությամբ փակելով երթևեկությունը։ Իլինոյսում դպրոցական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեկ երեխա հոսպիտալացվել է։ Նոյեմբերի 30-ի առավոտյան մի քանի նահանգներում ձյան տեղումները նոր ռեկորդներ էին սահմանել, որոշ վայրերում մինչև 38 սանտիմետր։ Փոթորիկը կաթվածահար արեց օդային տրանսպորտը ամբողջ երկրում, չեղարկվեց ավելի քան 2700 չվերթ։ Այս չեղարկումների մեծ մասը տեղի ունեցավ Չիկագոյի օդանավակայաններում, այն բանից հետո, երբ փոթորիկը քաղաքում հանկարծակի ձնաբուկ առաջացրեց, որի պատճառով տեսանելիությունը մի քանի րոպեում գրեթե զրոյական մակարդակի հասավ։ Թայթի կղզի Face à l'instabilité du terrain, une cinquantaine de personnes. Նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան Թայթի կղզու Աֆահիթի գյուղում տեղի ունեցավ խոշոր սողանք մեկ շաբաթ տևած հորդառատ անձրևներից հետո։ Մոտավորապես 30 մետր բարձրությամբ հողի զանգվածը փլուզվեց լանջից, ամբողջությամբ ոչնչացնելով մեկ տուն եւ լուրջ վնաս հասցնելով երկրորդին։ Փրկարարական գործողության սկսվելուց մի քանի ժամ անց այն դադարեցվեց նույն վայրում տեղի ունեցած երկրորդ սողանքի պատճառով։ Աղետի հետևանքով զոհվեց 8 մարդ, այդ թվում 3 տարեկան մեկ աղջիկ, տասնյակ մոտակա տների բնակիչներ տարանվեցին։ Նոյեմբերի 28-ին գրանցվեցին հողի հետագա շարժումներ, որոնք հաստատեցին լանջի շարունակական անկայունությունը։ Ինդոնեզիա Նոյեմբերի 25-ից սկսված երկարատև անձրևները դարձան Սումատրա կղզում տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենաավերիչ աղետներից մեկը։ Աչե, հյուսիսային եւ արևմտյան Սումատրա նահանգներում տուժեցին ավելի քան 3 միլիոն մարդ։ 570,000 մարդ ստիպված եղան լքել իրենց տները։ Միայն մեկ օրվա ընթացքում որոշ շրջաններում տեղած անձրևների գրեթե 1.5 ամսվա նորման։ Ավելի ուժեղ տեղատարապ անձրևները հանգեցրին գետերի վարարումների, սողանքների, փակվեցին ճանապարհները եւ քանդվեցին կամուրջները։ Վնասվեցին ավելի քան 27,000 տներ, բազմաթիվ դպրոցներ եւ ենթակառուցվածքներ, իսկ գյուղատնտեսական հողերը եւ ֆերմաները ավերվեցին։ Հարյուրավոր բնակավայրեր ծածկվեցին ցեխի հաստ շերտով, եւ շատերը լիովին մեկուսացվեցին արտաքին աշխարհից։ Մարդասիրական օգնությունը տուժած շրջաններ հասցվեց ինքնաթիռներով եւ ռազմածովային նավերով։ Բնակիչներից շատերը բախվեցին սովի հետ, եւ հուսահատության մեջ նրանք թալանում էին սննդի պահեստներն ու խանութները։ Տեղացիները հայտնել են, որ աղետը տեղի է ունեցել հանկարծակի։ Վայրկյանների ընթացքում ջրի հսկայական ալիքը կլանել է տները։ Նման բան այստեղ երբեք տեղի չէր ունեցել։ Մահացածների թիվը հասել է 708-ի, 504-ն անհետ կորած են։ Ավելի քան 2600 մարդ վիրավորվել է։ Այս աղետի պատճառը սունար արևադարձային ցիկլոնն էր, որը գրեթե աննախադեպ երևույթ էր Սումատրայի համար։ Կղզին գտնվում է հասարակածի մոտ, որտեղ ցիկլոններ չեն առաջանում։ Երկրի պտույտը այստեղ չափազանց թույլ է, եւ փոթորիկը պարզապես չի կարող զարգանալ։ Մինչև վերջերս հայտնի էր միայն մեկ նմանատիպ իրադարձություն՝ 2001 թվականին տեղի ունեցած Վամեի ցիկլոնը։ Այն համարվում էր այնպիսի իրադարձություն, որը կարող է չկրկնվել հարյուրավոր տարիներ։
Ահա թե ինչու արևադարձային Սենջար ցիկլոնը լիակատար անակնկալ էր մասնագետների եւ տեղի բնակիչների համար։ Շրի Լանկա Նոյեմբերի 28-ին արևադարձային դիտվար ցիկլոնը հարվածեց Շրի Լանկայի արևելյան ափին, բերելով տեղատարապ անձրևներ եւ ավերիչ քամիներ։ Փոթորիկը ազդեց ամբողջ երկրի վրա։ Ամենաշատը տուժեցին կենտրոնական, հյուսիս-արևմտյան եւ Ուվա նահանգները։ Գետերն ու ջրամբարները դուրս եկան ափերից, ողողելով քաղաքներ, գյուղեր եւ գյուղատնտեսական հողեր։ Երկրով մեկ տեղի ունեցած սողանքներն ու ջրհեղեղները փակեցին մայրուղիները, դադարեց երկաթուղային երթևեկությունը, փակեցին կառավարական գրասենյակներն ու դպրոցները։ Էլեկտրահաղորդման գծերի փլուզումից եւ ջրամաքրման կայանների հեղեղումից հետո բնակչության 1/3-ը մնաց առանց էլեկտրաէներգիայի, ինտերնետի եւ հոսող ջրի։ Նախագահը այս բնական աղետը անվանեց ամենալուրջը երկրի պատմության մեջ։ Շրի Լանկայի առևտրային մայրաքաղաք Կոլոմբոն նույնպես տուժեց։ Ջրի բարձրացման արագությունը ցնցեց տեղի բնակիչներին, որոնք սովոր էին սեզոնային ջրհեղեղներին։ Նրանց խոսքով, այս անգամ ջրհեղեղը շատ ավելի արագ եւ ավելի լայնածավալ էր, քան սովորաբար։ Գիշերը ամեն ինչ հանգիստ էր թվում, բայց առավոտյան ջուրը ողողել էր տները, ստիպելով մարդկանց ապաստան փնտրել վերին հարկերում եւ տանիքների վրա։ Երկրի կենտրոնական մասի մի բնակչուհի հայտնել է, որ իր տարածքում մոտ 15 տուն թաղված է քարերի եւ ցեխի տակ, եւ ոչ ոք չի փրկվել։ Նոյեմբերի 29-ին Կուրունեգալա քաղաքի ծերանոցը ջրհեղեղի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 11 տարեց մարդ։ Երկրում աղետի մասշտաբները ապշեցնում են։ Գրեթե 800 տուն ամբողջությամբ ավերվել է, իսկ ավելի քան 31,000-ը վնասվել է։ 10 կամուրջ է ավերվել, իսկ ավելի քան 200 ճանապարհ մնում է անանցանելի։ Կղզում ավելի քան 1,5 միլիոն մարդ է տուժել։ Ավելի քան 230,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները եւ տեղափոխվել ժամանակավոր կացարաններ։ Զոհերի թիվը հասել է 465-ի։ Եվս 366 մարդ դեռևս անհետ կորած են համարվում։ Զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, քանի որ տուժած շատ տարածքներ մուտք գործելը դեռևս անհնար է։ Հունաստան Նոյեմբերի 26-ից Հունաստանին 4 օր շարունակ հարվածեց Ադել փոթորիկը։ Ձումերկայի լեռնային շրջանը գտնվում էր փոթորկի էպիկենտրոնում, ստանալով նոյեմբերին տարեկան տեղումների գրեթե 2/3-ը։ Փոթորիկը ընդամենը 4 օրում այն ավելացրեց ավելի քան 200 մմ-ով, կտրուկ վատթարացրեց տարածաշրջանի իրավիճակը։ Ձումերկայում տեղի է ունեցել առնվազն 6 խոշոր սողանք։ Հատկապես ծանր հարված է ստացել Էպիրուսի շրջանի Ագնանդա գյուղը, որտեղ մի քանի տներ բառացիորեն կախված էին օդում։ Դոդոնի գյուղում 10 օր տևած ուժեղ անձրևները ճանապարհի վրա մեծ նստվածք են առաջացրել, ամբողջությամբ խցանելով երթևեկությունը։ Թեսալիա շրջանի 3 գետերի կամուրջը փլուզվել է ջրի ուժգնության տակ, եւ դրա բեկորները քշվել են Արագահոս գետի կողմից։ Նոյեմբերի 27-ին Պելոպոնեսի թերակղզու ծովափնյա Ֆինիկոս գյուղում հզոր տորնադո է տեղի ունեցել։ Այն մոլեգնել է ընդամենը մի քանի րոպե, բայց վնասել է խանութներ, հյուրանոցային համալիրներ եւ տներ։ Ընկած ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը գյուղում էլեկտրաէներգիայի լրիվ անջատման պատճառ է դարձել։ Փոթորիկը նաև զգալի վնաս հասցրեց ցիթենու այգիներին եւ ցիտրուսային մշակաբույսերին։ Նոյեմբերի 28-ին Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում ուժեղ կարկուտ տեղաց, որը գոյուղու խցանումներ առաջացրեց եւ փողոցներ ու խանութներ ողողեց։ Ադել փոթորիկը լուրջ խնդիրներ առաջացրեց Թասոս կղզում։ Մոլեգնող հեղեղները սողանքներ առաջացրին, վնասեցին ճանապարհները եւ ողողեցին Պոտամիա գյուղի շենքերի առաջին հարկերը։ Կղզու քաղաքապետը վնասը որակեց որպես լայնածավալ եւ լուրջ ընդգծելով, որ ջրի ծավալը աննախադեպ էր։ Աթենքում Կիֆիսոս գետը դուրս եկավ ափերից։ Քաղաքում երթևեկությունը խցանված էր եւ մարդիկ ստիպված էին օգտագործել արտակարգ իրավիճակների մեքենաներ փողոցը հատելու համար։ Այս տեղատարապ անձրևները ջրհեղեղներ առաջացնելով հանդերձ տարածաշրջանը չփրկեցին երաշտից։ Ջրամբարների լեցունությունը մնում է ռեկորդային ցածր մակարդակի վրա։ Խնդիրն այն է, որ չորացած հողը հազիվ է կլանում տեղումները։ Ջուրը արագորեն թափվում է գետերի եւ ծովի մեջ, առանց պաշարները համալրելու։
Պերու։ The region has sunk 2 boats, leaving at least about 13 land. Դեկտեմբերի 1-ի վաղ առավոտյան Պերուի Ամազոնի հեռավոր Իպարյան նավահանգստում տեղի ունեցավ մահացու սողանք։ Գետի ափերի էրոզիան հողի հսկայական զանգվածի փլուզման պատճառ դարձավ, ծածլելով 2 խարսխված նավերը։ Նավերից մեկը դատարկ էր և անմիջապես խորտակվեց։ Երկրորդը, որը տեղափոխում էր մոտ 100 ուղևոր, լուրջ վնասներ է ստացել։ Ականատեսների վկայությամբ ողբերգությունը տեղի է ունեցել, երբ շատերը իջնում էին նավից, ինչը ավելի է սրել հետևանքները։ Նավատորմն ու ոստիկանությունը նավերից և օդից որոնում էին փրկվածներին։ Միջադեպի պահին առավոտյան մառախուղ էր։ Արագ հոսող գետը, ալիքները և լողացող բեկորները ավելի բարդացրեցին փրկարարական գործողությունը։ Ցավոք, առնվազն 13 մարդ, այդ թվում 4 երեխա, զոհվեցին։ 57 մարդ անհետ կորած են համարվում։ Ալժիր։ Նոյեմբերի վերջին Ալժիրի հյուսիսային նահանգներում անսովոր ջուն է տեղացել, որը սկսվել է 27-ի վաղ առավոտյան, մասնավորապես 1000 մետրից բարձր շրջաններում։ Ամենաշատը տուժել են 6 նահանգներ, բախվելով տրանսպորտային լուրջ խափանումների։ Լեռնային շրջաններում ավելի քան 16 ազգային և մարզային մայրուղիներ մասամբ փակվել են։ Բորջ ու Արերիչ նահանգում ճանապարհները տեղ-տեղ ծածկված էին 20 սանտիմետր ջունով, ինչը գործնականում անհնար էր դարձնում երթևեկությունը։ Սա այն դեպքում, երբ այստեղ միջինում ջուն է տեղում 5 տարին մեկ։ Ջաֆրայում փրկվել է ձյան մեջ մնացած 13 մարդ։ Մեջանայի շրջանում ձյան տակից դուրս է բերվել 6 մեքենա և 1 բեռնատար, որոնցում 10 մարդ կար։ Ճանապարհների մաքրման գործում ներգրավված են եղել ոչ միայն կոմունալ ծառայությունները, այլև քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները և ազգային ժանդարմերիան, ու աշխատանքներն իրականացվել են շարունակվող ձյան տեղումների և վատ տեսանելիության պայմաններում։ Կլիմայական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նոյեմբերի վերջին ձյան ծածկույթի նման խորությունը աննախադեպ է այս տարածաշրջանի համար։ Սերբիա։ Նոյեմբերի 28-ին կրագուեված քաղաքի շինհրապարակում փլուզվել են 36 մետրանոց հենապատը և նոր, դեռևս չգործող մուտքի ճանապարհի մի հատվածը։ Փլուզման պահին տեղում ոչ ոք չի եղել, ինչը կանխել է զոհերի թիվը։ Հաջորդ օրերին իրավիճակը չի կայունացել։ Հողի հետագա շարժը և ասֆալտի քայքայումը շարունակվել են ևս մի քանի օր։ Սողանքը մոտեցել է Սերբիայի ամենակարևոր գիտական հաստատություններից մեկի՝ գերազանցության կենտրոնի պատերին։ Իշխանությունները միջադեպը ուղղակիորեն կապել են երկարատև տեղումների հետ, որոնք մեծացրել են հողի խոնավությունը և նվազեցրել հողի կայունությունը։ Iako najavljeni što bismo mogli zvanično da kažemo, ali slika čini mi se i govori dovoljno, dakle ono što smo i uspeli da vidimo i na društvenim mrežama i da Այս բոլոր իրադարձությունները տարբեր երկրներում, տարբեր մայրցամաքներում առաջին հայացքից թվում են մեկուսացված ողբերգություններ, սակայն ավելի ուշադիր զննելուց հետո դրանք ունեն ընդհանուր գիծ՝ ջուրը։ Գերհագեցած հողը և գետնի անկայունությունը գնալով ավելի են ակտիվացնում նույն կործանարար մեխանիզմը՝ սողանքները։ Այս երևույթը լրատվամիջոցներում տարածված թեմա չէ, ի տարբերություն երկրաշարժերի կամ փոթորիկների, սակայն սողանքները գնալով ավելի հաճախ են դառնում եղանակային աղետների շղթայի վերջին օղակը, դրանք մարդկանց անակնկալի են բերում։ Այս աղետները թաղում են ճանապարհները, շենքերը և ամբողջ համայնքները հողի շերտերի տակ, բայց ամենավատն այն է, որ հարյուրավոր, իսկ երբեմն հազարավոր մարդիկ ընդմիշտ մնում են հողի տոննաների տակ։ Վերջին տարիներին վիճակագրությունը հատկապես մտահոգիչ է դարձել։ 2025 թվականի օգոստոսի վերջին մահացու սողանքների թիվը զգալիորեն գերազանցեց երկարաժամկետ միջին ցուցանիշները և մոտեցավ ռեկորդային 2024 թվականի ցուցանիշին։ Այն ժամանակ գրանցվել էր 766 սողանք, որոնք խլել էին գրեթե 5000 մարդու կյանք։ Այսօր սողանքները գնալով ավելի հազվադեպ են հայտնվում որպես հազվագյուտ բնական անոմալիա և ավելի ու ավելի հաճախ որպես բնականոն արդյունք։ Հողի փլուզումների, անոմալ տեղումների երկրաշարժերի հիմնական բնական ազդակները աճում են երկրաչափորեն։ Սա նշանակում է, որ սողանքների աճը շուտով կհասնի կասկադային մասշտաբի, և դրանց աշխարհագրական տարածվածությունը զգալիորեն կընդլայնվի։
Պարադոքսն այն է, որ մասնագետների մեծ մասը հասկանում եւ դիտարկում է սա, բայց նրանք պարզապես վիճակագրություն են վարում։ Արագ աճող բնական աղետները կարող են խլվել հսկայական թվով կյանքեր, խնդիրը պետք է լուծվի համապարփակ կերպով։ Ավելի շատ մարդիկ են գիտակցում սա եւ գործողություններ ձեռնարկում։ Նրանք հարցեր են տալիս գիտնականներին, կապվում են իշխանությունների հետ, մասնակցում են աղետի զոհերի համար օգնության կազմակերպմանը եւ ուշադրություն են դարձնում արտակարգ իրավիճակների պատրաստվածության վիճակին, երբ իշխանությունները տեսնում են, որ մարդիկ ակտիվորեն հետաքրքրված են խնդրով եւ պահանջում են պաշտպանություն իրենց կյանքի համար, նրանք դադարում են անգործությունը եւ սկսում են լուծում փնտրել։ Գաղափարը պարզ է։ Բոլորի ակտիվ մասնակցությունը կարող է իրապես փոխել իրավիճակը։